Հանրապետության հրապարակ են մտնում զինված ուժերի բոլորովին վերջերս կազմավորված անօդաչու թռչող սարքերի զորքերի ստորաբաժանումները, զորքերի պետ Արիության մեդալակիր գնդապետ Կորյուն Ֆիլիպոսյանի գլխավորությամբ։ Գերժամանակակից անօդաչու թռչող սարքերով համալրված այս զորքերը մարմնավորում են զինված ուժերի տեխնոլոգիական բացարձակ գերազանցությունը։ Նրանք յուրային զորքերի խելացի վահանն ու սուրն են եւ ապահովում են երկնքի կատարյալ վերահսկողությունը առավելագույն արդյունավետությամբ։ Անօդաչու թռչող սարք կայծակ։ Այս թեթև սարքը նախատեսված է շարժական եւ անշարժ նշանակետերի խոցման համար։ Ունակ է թիրախներ խոցել մինչև 17 կիլոմետր խորությամբ։ Անօդաչուն իր փոքր չափերով, սակայն բարձր մանևրությամբ ինտեգրվելով հատուկ նշանակության ստորաբաժանումներում, հարկ եղած դեպքում կիրառվում է պայմանական հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը մեկնելու համար։ Հաջորդը հայրենական արտադրության Airworker ընկերության AW5R անօդաչուն։ Այն նախատեսված է օդային լուսանկարահանում իրականացնելու համար։ Ունակ է գործել 30 կիլոմետր շարավով։ Այն արդյունավետ միջոց է քարտեզագրման, ինչպես նաև հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Իր զանգվածաչափական փոքր բնութագրերի շնորհիվ աննկատ է պայմանական հակառակորդի ռադիոլոկացիոն համակարգերի համար։ Շահագործման տեսանկյունից դյուրին է եւ պարզ։ Տարբեր տեսակի անօդաչուների ներդրումը զինված ուժերում կարող է զգալիորեն նպաստել անօդաչու թռչող սարքերի զորքերի մարտական հնարավորությունների բարձրացմանը, ինչպես նաև պայմանական մարտական գործողությունների արագ փոփոխվող իրավիճակներում կաջակցի հրամանատարությանը կայացնելու առավել նպատակային ու ճշգրիտ որոշումներ։ Ներկայացնում ենք հայրենական արտադրության Aerodynamics ընկերության Մեհու 5 անօդաչու թռչող սարքը։ Մեհու 5-ը նախատեսված է պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկայի եւ կենդանի ուժի ոչնչացման համար։ Կարող է թռչել 90 կմ/ժ արագությամբ։ Ունակ է խնդիր կատարել 40 կմ շարավով։ Միջոցը համալրված է արհեստական բանականության տարրերով, որոնք նախադրյալներ են ստեղծում պայմանական մարտադաշտում արագ կողմնորոշվելու եւ նշանակետերն արդյունավետ խոցելու համար։ Համակարգի կազմում կարող է օգտագործվել վերահաղորդման կայան, ինչը հնարավորություն է տալիս խնդիրները կատարել առավելագույն արդյունավետությամբ եւ շահագործող անձնակազմի կորստի նվազագույն ռիսկով։ Անօդաչու թռչող համակարգերի կիրառման ժամանակակից գաղափարի ներդրումը, որը ներառում է դրանց շահագործումն արհեստական բանականությամբ եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի խմբային կիրառմամբ, կարող է էականորեն փոխել պայմանական մարտական գործողությունների ընթացքը։ Սկարիվ ընկերության հայրենական արտադրության SPM1 անօդաչու թռչող սարքը նույնպես նախատեսված է օդային լուսանկարահանման, քարտեզագրման եւ հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Կարող է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, խնդիր կատարել 50 կմ շարժով եւ 6000 մետր բարձրության վրա։ Այս անօդաչուի միջոցով ստացված լուսանկարները առանց որևէ հատուկ տեխնիկական միջոցների կիրառման շատ կարճ ժամանակահատվածում վերածվում են բարձր ճշգրտության քարտեզի, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս դուրս բերել ճշգրիտ կոորդինատներ եւ այն փոխանցել խոցում իրականացնող ստորաբաժանումներին։ Մեր թիրն իրականացվում է ռետինե մեկնարկիչով, իսկ վայրեջքը անկարգելով։ Շահագործման տեսանկյունից շատ պարզ եւ արդյունավետ միջոց է։ Բանակի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունի ինչպես զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների համադրումը գերժամանակակից նմուշներով, այնպես էլ հայրենական ռազմաարդյունաբերության համահունչ եւ շարունակական զարգացումը։
UL-Villab ընկերության հայրենական արտադրության UL-350-ը նույնպես կիրառվում է օդային լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնելու համար։ Այն անընդմեջ կարող է օդում լինել մինչև 7 ժամ 6000 մետր բարձրության վրա և թռիչք կատարել 100 կմ շարավղով։ Այն համալրված է ավտոնոմ էլեկտրացնուցման և ալեհավաքային համակարգերով, տարբեր նշանակության տեսախցիկներով, գիշերային և ցերեկային պայմաններում տարատեսակ խնդիրների կատարման համար։ Համակարգի վերգետնյա ղեկավարման կայանը շարժական է, որը նախատեսված է ինչպես անօդաչուների և դրանց կիրառման համար տարատեսակ բաղկացուցիչ մասերի, այնպես էլ շահագործող անձնակազմի տեղափոխման համար։ Անօդաչուն կարող է ղեկավարվել ցանցային եղանակով, ցանկացած անօդաչու թռչող սարքի ղեկավարման կետից, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու անօդաչուի ղեկավարում հանրապետության ամբողջ տարածքով։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։